Հայոց լեռնաշխարհից եւ Armnews-ի տաղավարից Սերգեյ Սարգսյանը, Նարեկ Մարգարյանը եւ մի ամբողջ ժողովուրդ քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Բարև ձեզ, դուք դիտում եք Arm Comedy-ն եւ վայելում եք ձեր կյանքի լավագույն պահերից մեկը։ Իսկ այդ լավագույն պահերը ձեզ հետ վայելում ենք նաեւ մենք եւ հիշեցնում ենք այսօր դեկտեմբերի 1-ն է։ Իսկ դա նշանակում է DI-ի դեմ պայքարի միջազգային օր։ Դրա համար հիշեցնում ենք, որ սեքսը պետք է լինի ապահով եւ անպայման ուղեկցվի բարի վայթի տրեքով։ Այդ ինչ ես միացրել։ Դա չէ, ուղղակի։ Լենինյան վերածնունդ Երևանի կենտրոնում, Հարմարյուն Կոմկուսի երակներում։ Ավստրիան կօգնի նորոգել Սունդուկյանի թատրոնը, բայց մեր փողերով։ Ով է փակվելու 9 միլիոն եվրոն։ Ինչպես ծնվեց փոխխոսնակի դանդաղ շտապել արտահայտությունը, բացահայտումը պատասխան հարցում։ Կառավարության էվակուացիային անուն բառիս բուն իմաստով, հատուկ ռեպորտաժ դեպքի վայրից։ Քաղաքական երկուծանքի միակ հեռուստաշոու Arm Comedy Լրահոսը ոտի վրա, երեք սեքսի միջազգային օրն էր, արդեն ասենք այսօր էլ DI-ի դեմ պայքարի միջազգային օրն է։ Մենակ ինձ թվում, որ այս տոները ինչ-որ բան ուզում են մեզ զակնարկածելնեն։ Գազի գների բարձրացումից հետո ամենաուժեղ սոցիալական հարվածն է ստացել մեր հասարակությունը։ Վերջերս իր ֆեյսբուքյան էջում սպառնալիք է հնչեցրել երգիչ Վաչե Ամարյանը։ Սպառնալիքի մեջ մասնավորապես նշված է. շուտով լույս է տեսնելու նոր տեսահոլովակ։ Ինդոնեզիայի կառավարությունը պաշտոնյաներին արգելել է հանդիպումներ անցկացնել ռեստորաններում, փոխարենը առաջարկում են պատվիրել փողոցային fast food։ Այս sense բան մեզ մոտ էլ կարելի անել, գալիս է ինչ-որ պաշտոնյա հյուր ու իրան գլամուր ինչ-որ ռեստորանտ անելու փոխարեն երկու հատ շաուրմա ենք հետը գմփցնում ու վերջ։ Ուկրաինայում կադրերի ճգնաժամ է, երկրում չէին կարողանում գտնել պրոֆեսիոնալ ղեկավարների եւ ստիպված դիմել են միջազգային կազմակերպությունների։ Արդյունքում տադադադամ Ուկրաինայի փոխվարչապետ կարող է դառնալ Միխայել Սաակաշվիլին ու չգիտեմ նույնիսկ այդ ավելի սյուր թե այն, որ կադրերի հայթայթման համար դիմել էին եվրոպական Peterson & Partners ֆիրմայի։ Ամերիկայում սև ուրբաթ էր, այսինքն խանութներում տես մի 80% զեղչ էր ու տեսնենք ինչ է լինում այդ դեպքում։ Ուստեղ հասկանում ես, որ այդքան էլ վատ չի, որ մեր խանութների զեղչերը սովորաբար 30% են, այն էլ մինչև 30%, այն էլ մի 5 հատ ոչ սեզոնային շորի վրա, այն էլ XS կամ XXL չափսի, չէ, մեր մոտ էլ է վատ։ Իշխանությունը այսօր վերջապես դուրս եկավ դեպրեսիայից, ավարտվեց թեժ աշունը եւ իշխանությունը մանրից դուրս է գալիս խոճապից։ Բայց դա այդքան էլ հեշտ չէ, որովհետև խոճապ այնքան խորն էր, որ մի քանի տարի դեռ կպահանջվի մինչև լիարժեք խոճապից դուրս գան։ Տեղի ունեցավ Հայաստանի կոմունիստական կուսակցության 39-րդ համագումարը։ Ընկեր Սարգսյան, Քեզ ինչ ա եղել, մի հատ ուշքի արի։ լսի մինչև հիմա տպավորության տակ եմ, նա ինչ թույն բեմադրություն էր, ոնց որ 1975 թիվը լիներ։ Երեխեք ճիշտ է, իրանք կերտում էին ապագան, բայց դա ավելի շատ ոնց որ ձեր պապիկի ապագան էր։ Նախանց մի եղի էլի, համաժողովին կոմունիստները ողջունեցին ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը, դե պարզա ինչ պետք է անեն, ինչպես նաև կոմունիստների բազմաթիվ խնդրանքներով Հայաստան բերեցին Կազբեկ Տայսաևին։ Վաու։ Էդ ով է։ Դե ռուս կոմունիստ է էլի, ինչ որ ես այդպես չգիտեմ ճիշտ ասած։ Գենադի Զյուգանովի ողջույնը Պետդումայի падգամավոր Կազբեկ Տայսաևն է փոխանցում, դահլիճը հոտնկայս է ծափահարում։
ՀԿ տատին չէ։ Հա, բայց ի՞նչ գործ ունի այնտեղ։ Ինձ թվում է ուղղակի տեսել է ՀԿԿ համագումար, կարդացել է ՀՀԿ համագումար։ Դե մեծ կին է։ Կամ տես կամ տատին ավելի հերանեկարային է նայում, հեսա դե ԵՏՄ ենք մտնում, բան, մանրից ուզում ոնց որ կոմունիստների հետ էլ լավ լինի։ Չկա էլի առաջվա հավատարմությունը, չկա։ Ասեմ ավելի մեկ այլ մոլորված որդի վերադարձավ կոմկուս, սոցիալիստ, ստալինիստ Ռոբերտ Ահարոնյանը։ Ես այսօր հայտարարություն եմ անելու, որ ես վերականգնվում եմ կոմունիստական կուսակցության շարքերում։ Աշկից Ահարոնյանն էլ զգաց կարմիր վերածննդի հոտը ու արագ վերադարձավ մայր կուսակցություն, դե ինքը տենց ահագին ճկուն քաղաքական գործիչ է։ Օրինակ լինելով ստալինիստ ու սոցիալիստ, խոշոր բուրժուաներին էր սատարում այն փակ շուկայի կռիվների ժամանակ։ Չի կարող տենց բանել, սոցիալիստը ըստ էության պետք է ատի օլիգարխներին։ Ես ատում եմ օլիգարխներին ընդհանրապես։ Մի ֆանտաստիկ ճկունության մարդ, դերևի ամենաերիտասարդն է կուսակցությունում, դրա համար տես ճկուն է։ Տենց մի ասա, կոմկուսի երակներով շատ ավելի երիտասարդ արուն էլ է հոսում։ 21 տարեկան եմ, պապիկս Անանատի Մարսի կոմկուսի նախագահն է եւ այդպիսով որոշեցի ես նույնպես դառնամ կոմունիստ։ Դե լավ է, ես օրինակ միշտ ուրախանում եմ, որ երիտասարդներն են մտնում քաղաքականություն, նոր մտածելակերպ, լայն աշխարհայացք կա, բայց կոմկուս է մտել։ Ինչ կապ ունի, ինքը մեկը թարմ շունչ կբերի, այն հին ձևաչափերի գերին էլ չի լինի։ Ես ուզում դառնաս կոմունիստ, այդ կարգերին չես ուզում վերադառնալ։ Հիմա վատ է, որ ժողովրդավարություն է։ Հա, շատ վատ է։ Որովհետեւ իմ կարծիքով պետք չի ժողովրդին այդքան։ Ասա, Պետք չի։ ինչ անել։ Ազատություն տալ։ Այո, պետք չէ այդքան խոսքի ազատություն տալ։ Բա որքան խոսքի ազատություն է պետք, այսքան։ Ավելի քիչ։ Այսքան։ Հա, երևի։ Իսկ ընդդիմադիր կուսակցությունն էլ երևի պետքա փակել։ Փակել եւ կրկին փակել, մեզ պետք չէ այդքան ժողովրդավարություն։ Կոմունիստները արմատական ընդդիմություն են եղել են, կան եւ կմնան։ Ես ոնց հասկացա ամբողջ կուսակցությունն է ասես ճկուն։ Ու լավ ճկուն։ Այժմ պատասխան հարց էջը, որտեղ նախ կարդում ենք ինչ են պատասխանել մարդիկ, հետո միայն պարզում ենք ինչ էին նրանց հարցրել։ Ահարոն Ադիբեկյանը պատասխանել է. Մեր հարցումները ցույց տվեցին, որ հայ կանանց 60%-ը դա արել է գոնե մեկ անգամ, բայց ամաչում է այդ փաստն ընդունել։ Լուրջ 60%-ը դա արել են։ Չես հավատա, բայց այո։ Իսկ հիմա հարցը. ճիշտ է, որ կանայք մեկ-մեկ խանութից աղցան են գնում ու հետո ասում են, որ իրենք են պատրաստել։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանել է, խնդիրը իրոք ունի հասարակության համար մեծ վտանգի պոտենցիալ եւ մենք այն ուսումնասիրում ենք։ Հարցը. Ինչպես է վերաբերում Վաչե Ամարյանի նոր տեսահոլովակի պատրաստմանը։ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. պետք է դանդաղ շտապել։ Այ ոնց է դա ծնվել, ինչ հարցից։ Հարցը. պարոն Շարմազանով, ոչ մի կերպ չեմ հասկանում ինչ է օքսիմորոնը, ինչ որ օրինակ կբերեք։ Մշակույթի նախարարը գրել է, ես ոչ մեկի չեմ դատապարտում, սակայն ինքս երբեք չէի կարողանա դա անել իմ ձեռքերով։ Հարցը. Արդյոք նա խնդրում է քաշ ուտել գթալով։ Տիգրան Կարապետյանը պատասխանել է. իսկ ուր եք դուք, երբ ինձ ընդամենը մի քանի ձայն էր պակասում ազգային ժողով անցնելու, ուր եք այդ ժամանակ, հը? Ահագին նյարդայնացել է, ոնց որ այդ հարցից։ Այո, եւ հարցը, որ խնդրեմ կլայքեք իմ բալիկի նկարը։ Քսանմեկերորդ դարը շարունակում է նետել նոր մարտահրավերներ։ Ի պատասխան դրա մեր նոր սոցգովազդը նվիրված է Facebook-յան լայքել եւ հետո լայքը հետ վերցնելուն։ Դիտեք։ Ինչպես գիտեք, մեր կյանքում գոյություն ունի Facebook, որտեղ մարդիկ նկարներ են գցում, իսկ ընկերները լայքում են այդ նկարները։ Դա մի հիանալի անշարժ զբաղմունք է, բայց նույնիսկ նկար լայքելու մեջ լինում են սրիկայություններ։ Իմ անունը Մհեր է, եւ ես լայքել եմ հազարավոր աղջիկների նկարներ, սելֆիներ, թաղթոց ստատուսներ, շնիկներով նկարներ։ Բայց կան մարդիկ, որոնք լայքելուց մի քանի ժամ անց, երբեմն րոպեներ անց հետ են վերցնում իրենց լայքը։ Հետ վերցրած լայքը առաջացնում է ընկճախ, տրամադրության անկում եւ ի վերջո գաղջ մթնոլորտ։ Ուր է լայքը։ Ուր է լայքը, հենց դա լայքել էր։ Այս ինչ բան է, լայքը սուր է։
Դրա համար պարզապես կամ մի լայքեք, կամ լայքելուց հետո հետ մի վերցրեք այդ լայքը։ Մի պատեք մարդկանց հոգին վերքերով։ Թողեք լայքած լայքը։ Հենա այնտեղ ինքնավորին լայքը վերցրել է, հետա վերցրել։ Լինենք ազնիվ եւ սկզբունքային, հետ չվերցնենք տված լայքերը։ 21-րդ դարն է վերջի վերջո։ Քաղաքական երկիծանքի միակ հեռուստաշոու Farm Comedy։ Ինչպես գիտեք, տնտեսական դժվար ժամանակները թելադրում են ավելի զգուշ ֆիսկալ քաղաքականություն։ Հատուկ ես նենց խոսում, որ մարդ բան չհասկանա։ Նեղ պահերին ափր-ցփր չեն ծախսում փողեր։ Այդ ուրիշ։ Կառավարությունն այսօր որոշեց 7 միլիոն եվրոյի վարկ վերցնել ավստրիական Erste բանկից Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը վերանորոգելու համար։ Լուրջ, չէ լուրջ։ Հանգստացի մշակույթը ռազմավարական ուղղություն է, այսքան շատ զարգացնենք, այնքան ավելի կիրթ սերունդ կմեծանա, որը ապագայում արդեն ափր-ցփր չի ծախսի փողերը։ Լավ, փորձեք դրականը տեսնել։ Վարկը տրամադրվելու է 23 տարի ժամկետով, կառավարության ներկայացրած տեղեկանք հիմնավորման մեջ նշված է, որ 6.5 տարին արտոնյալ է լինելու, բայց ինչ տոկոսադրույք է ունենալու վարկը մնացած 16.5 տարիների համար, նույն հիմնավորման մեջ նշված չէ։ Դե այդքան առաջ չանցնենք, կարևորը ժողովուրդը դեմ չլինի, որ իր դրամապանակով կառավարությունը սենց վարկեր է վերցնում։ Ժող դու դեմ չես, չէ։ Իհարկե դեմ չեմ, հանգիստ օգտագործեք իմ դրամապանակը վարկեր ներգրավելու համար։ Իսկ չես վախենում, որ ինչ-որ պահի մարդ ես, փողը չփակվեն ու պարտքի դիմաց կարող են արգրավել քո դրամապանակը։ Չեմ մտածել, բայց ես վստահում եմ իմ կառավարությանը, իրենք երբեք ֆինանսական հաշվարկում չեն սխալվում։ Դե համել թատրոնը գուցե վերանորոգվի ու ինքնուրույն փակվի այդ վարկը, չէ։ Տնօրենից հետաքրքրվեցինք, իսկ թատրոնը իր եկամուտների միջոցով կկարողանա մարել վարկը, որպեսզի այն հարկատուների համար բեռ չդառնա։ Այդպիսի գումար թատրոնը ի վիճակի չէ փակելու։ Հանգստացեք, ասեցի հաշվին վրայա։ Այդ ինչքան է, ինչքան պետք է լինի։ Ինչ։ Արա դու նորմալ չեք դուք։ Ոչինչ, եթե հանկարծ չկարողանաս փակվել, պլան B ունենք։ Ինչ պլան B։ Դե սենց ասեմ, նենց պլան B-ա, որ նույնիսկ արտգործ նախարարությունը դեմ էր այդ վարկին։ Արտգործ նախարարությունը վարկային այս համաձայնագրին դեմ է եղել, քանի որ դրա դիմաց Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է անդառնալիորեն հրաժարվել Ավստրիայում իրեն պատկանող գույքի նկատմամբ անձեռնմխելիության իրավունքից։ Սա ենթադրում է, որ հետագայում դատական վեճի ժամանակ բանկը հնարավորություն կունենա բռնագրավել Հայաստանի դեսպանության գույքը, արգելանքի տակ դնել դեսպանության բանկային աշիվները։ Աչքիս ուղղակի դեսպանատունն էին ուզում փակել, ձեռի հետ էլ լավ փող կպցրեցին։ Ասենք ինչ, մի քանի տարի հետո հանկարծ մեր դեսպանը Ավստրիայում կարող է սենց վիճակում հայտնվի։ Ալո, բա ինչ բերեմ Վիեննայից ձեզ։ Հա, հեսա գալու եմ։ Was ist das? Guten Tag, das ist Warkisch, Sundukianisch Warkisch. Sundukianisch Warkisch. Չէ, վարկյորն է, չէ, նորմալ է։ Բա ո՞նց է, ուրիշ ո՞նց է։ Հա, փուլտ է, դա խոսվել է։ Guten Tag, was ist? Warkisch. Sundukianisch Warkisch. Ja, nicht so Probleme. Das war nicht so Probleme. Vijaken. Ja, das ist nicht. Danke. Auf Wiedersehen. Մշակույթի համար, ամեն ինչ մշակույթի համար։ Դե սա շատ հորետեսական սցենարն է։ Իսկ ով է պատվիրատուն, արդյոք այս որոշումը թեժ քննարկումներ, բանավեճերի փուլ անցել է։ Մշակույթի նախարարությունն է, այո։ Կան հարցեր զեկուցողին։ Դեմ կարծիքներ չկա, հաստատում ենք։ Մի բան ասեք, այդ ձեր ցավը տանեմ, հասկանում ենք, որ տաղավար տոների կամ մեռելոցի մասին չի քննարկումը, բայց մեկը կարևոր հարց է, այս անօգնական երեխու ապագայի հարցն է։ Բայց այդ ինչի է մե անօգնական երեխա։ Դու քո փակվելիք հաշիվը տեսար։ Հասկացա։ Մի րոպե, մի հատ փորձագետին, հա, հարցնենք, հարգելի Զավեն, իսկ հնարավոր չի թեկուզ երկար տևի, բայց թատրոնը իր եկամուտից փակվի։ Սիրելի Վալենտին, իհարկե հնարավոր է։ Դրա համար պարզապես պետք է մի փոքր հավատ, համբերություն ու 100 տարի։ Մեր տոմսերը ընդամենը 1000-ից 2500 դրամ են, շատ չնչին գումար է այսօր։ Դավթյանը մանրամասնեց. Տոմսերի վաճառքից ու դահլիճը վարձակալության հանձնելուց թատրոնն այս տարի ծրագրում է ստանալ միայն 53 միլիոն դրամ։
այսօրվա փոխարժեքով շուրջ 97,000 եվրո։ Եթե պատկերացնենք, որ այդ ողջ գումարը ուղղվելու է վարկի մարմանը, ապա կպահանջվի ավելի քան 72 տարի վարկի միայն մայր գումարը հետ վերադարձնելու համար։ Դե մի 50 տարի էլ թող պահանջվի հայր գումարը մարելու համար, բայց գոնե կիմանաս, որ 2148 թվին այդ մի գլխացավից կպրծնենք։ Հա, ու կմնա ընդամենը 984 տարի, որ մյուս վարկերը փակենք։ Թույն։ Վերջապես եկավ Լևոն Զուրաբյանի ամենաերջանիկ օրը։ Բայց ինչ ես խոսում, հիմա մհերի ռեպորտաժն է։ Հա, այդ եմ ասում։ Ուզում եմ ասի, որ այսօրվա ռեպորտաժը խուճապի մասին է, ռեժիմի խուճապի։ Չեմ հավատում, այսքան տարի հետո ու եղավ, պարոն Զուրաբյան, շնորհավորում ենք։ Լավ, դիտենք։ Տագնապ կառավարության 3-րդ շենքում վերջապես ռեժիմը խուճապի մեջ է։ Տարհանվում էին նախարարությունների բոլոր աշխատակիցները, այդ թվում եւ նախարարները։ Ու չնայած որ այս ամենը վարժություններ էին, լավ առիթ էր որոշ բաներ պարզելու։ Առաջինը որ նախարարին է պետք փրկել։ Բոլոր նախարարները ինչ կապ ունի դա։ Չկա նման ազդավորությունը, ինչպես իր բոլոր աշխատակիցները։ Որոշեցի հարցս ավելի հստակ ձևակերպել։ Պատկերացրեք այդ հրդեհա ու երկու նախարար մնացել են վերևում, ասենք մշակույթի նախարարը ու սոցիալ նախարարը։ Ում է պետք առաջինը փրկել։ Երկուսին էլ։ Իսկ եթե մեկին է հնարավոր չի այդպես։ Մենք հետախուզումը իրականացնում ենք մի քանի ուղղություններով։ Իսկ եթե օրինակ սոցիալ նախարարն ու ֆինանսների նախարարը էլի երկուսին կապ չունի։ Մեզ համար կապ չունի, դա կերնի ֆինանսների նախարարը, թե կերնի ընդամենը աշխատող։ Ահա այսպիսի պրոֆեսիոնալներ են մեր փրկարարները, բայց վերադառնանք նախարարներին, որոնցից մեկի բացակայությունը զգացնել էր տալիս։ Ուր է պարոն Աշոտյանը։ Պարոն Աշոտյանը գործողմանն է։ Մի բան գիտեր երևի մի բան գիտեր դրա համար։ Այնտեղ Բոլոնյան մենք եկող տարի պետք է ընդունենք Բոլոնյա երկրների նախարարներին, այդ հարցով ինքը։ Եվ իսկապես այդ պահին Արմեն Աշոտյանը գտնվում էր արտասահմանում, որտեղից իր Facebook-յան էջում տեղադրել էր մի նոր սելֆի։ Չկար նաև քաղաքաշինության նախարարը, ում նույնպես փոխարինում էր տեղակալը։ Իդեպ հրդեհը հենց նրանց հարկում էր։ Դուք ներսից եք դուրս եկել։ Չէ, դրսից նայում ենք, հենց ձեր պատշգամբը չի են։ Չէ, մեր նախարարության պատշգամբը։ Որոշ նախարարներ նախապես դրսում էին, մինչև սկսել այդ իրենց կնարդին։ Okay։ Խոսքը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասին է, ով ինչպես նկատել է բնապահպանության նախարարի հետ միասին դուրս էր եկել նախապես վարժանքներից առաջ։ Դուք նախապես դրսում եք, ինչ էր այդպես։ Բացով ասեց որ նախապես դրսում եք։ Դե միջև սկսել է վարժանքների, արդեն դրսում կանգնած եք։ Չէ։ Պարոն Աշոտյան, իսկ դուք ամենաուշը դուրս եկաք, ինչ այդպես ստացվեց։ Բոլոր ձեր գործընկերներից դրսում են փրկված, աշխատակազմը դուրս գալուց հետո ենք դուրս եկել։ Այսինքն իրանց փրկեցիք նոր դուք։ Դուրս եկանք սահմանված կարգով։ Բայց ոչ բոլորը, ոնց որ Պարոն Կարապետյան, բայց իսկականից ինչ եք առաջինը դուրս եկել, չեք ասի։ Okay։ Ու քանի դեռ կառավարության կողմից ձեռքիցս քաշելը ավանդույթ չէր դարձել, որոշեցի հեռանալ, հպարտ, լուռ ու փրկված։ Մհեր Խաչատրյան, Հարութ Հակոբյան, հատուկ անվտանգության համար։ Իսկ Arm Comedy-ն էլ այսօր այսքանն էր։ Վերջին եկեք դիտենք վիդեոբոցը։ Մենք չենք մասնակցելու, ամեն անգամ չեմ հայտարարելու դրա մասին, մենք չենք մասնակցելու այս քվեարկություններին։ Բանից դուրս է գալիս, դուք ինչ ուզում ասում եք, ես էլ ինչ ուզում անում եմ։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my Keith, the baby, and he keeps them out of sight. You know where that shark bites. Դե զատո լավ վերանորոգված թատրոն ենք։ Բայց երիկամս, դա ինչ բարի է, ինչ ձևի վարկել։